Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն իր ֆոնդերի գերմաներեն վավերագրերի հավաքածուի ժամանակավոր ցուցադրությամբ միացավ գերմանական վաղ ռոմանտիզմի մեծ պոետի Նովալիսի 250-ամյակին նվիրված հոբելյանական մեծ ծրագրին, որի շրջանակում Հոբելյանը հանդիսավորապես նշվում է աշխարհի տասնյակ երկրներում։ Այդ առիթով Հայաստանում էր Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրան։ Ցուցադրությունը ներկայացնում է հայ երաժշտագետ հավաքորդ Վասիլի Կորգանովի մեծարժեք և հարուստ հավաքածուի մի փոքր մասը միայն։ Ցուցադրական հայեցակարգի մաս է կազմում նաև Նովալիս 250 գեղարվեստական ինստալացիան, որի հեղինակն է գծանկարիչ Սեբաստիան Գերստենգարբեն։ Նկարիչը Նովալիսի սրահ նախագծում ինտերակտիվ յուրօրինակ միջավայր է ստեղծել։ Շատ հետաքրքիր մոտեցում ուներ արտիստը, քանի որ նա համարում է, ինչպես մարդը մտնում է վարսահարդարման սրահ և դուրս է գալիս բոլորովին կերպարանափոխված և լիցքավորված, այնպես էլ գիրք ընթերցելիս է մարդը կերպարանափոխվում և դրական լիցքեր է ստանում, և շատ հետաքրքիր համադրություն էր ստեղծել գրականության և վարսահարդարման սրահի։ Չնայած իր կարճատև ընդամենը 28-ամյա կյանքին, Նովալիսը ստեղծել է խիստ արժեքավոր ժառանգություն, որը դարձավ ոչ միայն ռոմանտիզմի, այլև եվրոպական հետագա գրական հոսանքների հիմքը, ֆրանսիական սիմվոլիզմ, մոդեռնիզմ։ Նովալիսը խորապես համոզված էր, որ գրականությունը, մանավանդ պոեզիան, ամոքիչ ուժ ունի։ Ասում է, որ բանաստեղծը դա տրանսցենդենտալ բժիշկ է, եւ ինքը բուժում է մարդկանց եւ բերում է իսկական իրականության մեջ։ Այս գաղափարները իհարկե հետագայում թե սիմվոլիստները, թե հետագայի ուրեմն նոր ուղղությունները արվեստի մեջ կիրառվեցին եւ Նովալիսը բոլորի համար մեծ հեղինակություն էր։ Վասիլի Կորգանովի ժառանգությունն այսօր բացառիկ արժեք ունի։ Նրա ոչ միայն երաժշտագիտական ուսումնասիրությունները նվիրված եվրոպական երաժշտական հսկաներին, այլև անձնական արխիվը, հայտնի հաջորդներից ձեռք բերված մեծարժեք վավերագրերն այժմ արդեն համաեվրոպական կարևորություն ունեն։ Այն ներառում է եզակի բնօրինակներ, ինչպես օրինակ Մոցարտի նամակը, Բոնապարտի հրաժարականի փաստաթուղթը, ինչպես նաև Ռոմանովների ցարական դինաստիայի փաստաթղթերը։ Եվ այս բացառիկ հավաքածուն դեռ սպասում է մասնագետների համակողմանի ուսումնասիրությանը։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։